ճանապարհորդել է այլևս Հայաստանի Հանրապետության մի փոքրիկ խումբ քաղաքացիների համար չէ նախատեսված, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասի համար այլևս շատ հասանելի եւ նորմալ բան է։ Զվարթնոցում բազա է բացում Վիզեյր հունգարական ավիափոխադրողը։ Ինչ կտա սա Հայաստանին։ Ըստ ընկերության տնօրենի, սա Հայաստանին կտա ուղիղ ու հնարավորինս ցածր գներով չվերթներ տարբեր ուղղություններով եւ կստեղծի նոր աշխատատեղեր։ Պատրաստվում են Հայաստանից դեպի 9 երկիր 16 ուղղություններով թռիչքներ իրականացնել։ Գիտեք, նախքան բազա բացելը մենք սովորաբար գործունեությունը սկսում ենք ներգնաց չվերթներով, այլ բազաներից իրականացվող թռիչքներով եւ կախված պահանջարկից, կախված այդ չվերթների հաջողությունից, մենք դիտարկում ենք մի շարք տարբերակներ, թե որտեղ կցանկանայինք բազա տեղակայել, որտեղ կցանկանայինք հաճախորդներին էլ ավելի լավ սպասարկել։ Եվ մենք տեսնում ենք այս երկրի աճող պահանջարկը, երկրի տնտեսական զարգացումը եւ իհարկե Հայաստանի գեղեցկությունը, այսինքն մենք լիովին վստահ ենք, որ դուք կունենաք 100 հազարավոր այցելուներ, որոնք կժամանային այս երկիր։ Իր 34-րդ բազայում ընկերությունը Airbus A321 Neo 2 օդանավ է պատրաստվում տեղակայել, ասում է իր բնորոշմամբ ամենամիջազգային ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները։ Արժե նշել, որ ավիաընկերությունները, որոնք ինքնաթիռներ են բազավորում, երթուղիներ են սկսում դեպի տարբեր օդանավակայաններ, մեծապես նպաստում են տեղական տնտեսությանը։ 2020 թվականից ի վեր մենք տեղափոխել ենք 2.6 միլիոն ուղևոր դեպի երկիր եւ երկրից դուրս, եւ դրանով մենք նպաստել ենք շուրջ 2000 աշխատատեղի ստեղծմանը եւ ավիացիայի եւ զբոսաշրջության ոլորտներում։ Նոր համալրումներով, լրացուցիչ երթուղիներով մենք հաշվարկում ենք, որ կստեղծենք մոտ 100 ուղղակի աշխատատեղ ավիացիայի ոլորտում ու եւս 800 աշխատատեղ հարակից ոլորտներում։ Իսկ ինչ է տալիս Հայաստանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում է, ծրագրի համար նախատեսված է 3 միլիարդ դրամ պետական բյուջեից։ 15,000 դրամ Գյումրի օդանավակայանի դեպքում, եթե 1 միլիոնից ավել, ուրեմն մեկ օպերատորը Հայաստան մարդ է բերում, եւ 20,000 դրամ Զվարթնոց օդանավակայանից։ Բոլոր ավիափոխադրողների համար է պետական սուբսիդիան, ասում է Պապոյանը։ Չնայած հայկական ավիաընկերությունները 2020 թվականից Եվրամիության սև ցուցակում են եւ կոմերցիոն թռիչքներ դեպի Եվրոպա իրականացնել չեն կարող։ Ըստ Պապոյանի, խնդիրների ցանկից 1-2 կետ է մնացել, որ լուծվի։ Գիտեմ, որ ամենավերջին փուլում ենք եւ այնտեղ բազմաթիվ ցանկեր կար, որ պետք է հերթով, այսպես պատկերավոր ասեմ, պիտի համապատասխանենք այդ բաները, պլյուսները դնելով գնում ենք, վերջին 1-2-ն է մնացել եւ հուսով եմ, որ այս տարվա մինչև վերջ այնուամենայնիվ մենք դուրս կգանք այդ ցանկից։ Յուրաքանչյուր ավիաընկերություն, որը Հայաստան տարեկան 1 միլիոն մարդ է բերում, կարող է օգտվել այս ծրագրից։ Սա ներդրում է, որի արդյունքում Հայաստան զբոսաշրջիկներ կգան։ Ընդ որում ոչ միայն Զվարթնոց, այլ նաև Շիրակ օդանավակայան, Գյումրի։ 3 գործարկվել է Գյումրի Լառնակա չվերթը։ Մենք վերանորոգել ենք ժամանման ամբողջ սրահը, մեկնման ամբողջ սրահը, ամեն ինչ համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Եվ ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Գյումրիի այս օդանավակայանը շատ ավելի լավն է, քան եվրոպական բազմաթիվ օդանավակայաններ, որտեղ մենք թռիչքներ ենք իրականացնում։ Իդեպ թուրքական ավիաուղիները հայտարարել է դեպի Երևան կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին։ Մինչ այդ թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունն էր կանոնավոր չվերթներ իրականացնում Ստամբուլ, Երևան, Ստամբուլ ուղղություններով, սկսած 2022 թվականից։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։